Այ ջան, բարև ձեզ, դուք գտնվում եք Զապալիքում ու այսօր ես ձեր համար պատրաստել եմ մի հատ հետաքրքիր վիդեո, էլի ավտոյի վիդեո է, ճիշտ եք հասկացել։ Այսօր գիտեք ինչ ենք անելու, այսօր ավարիայից հետո ես պետքա փորձեմ նստեմ էլի մեքենայի ղեկին, ու այսինքն սիձելնիկին ու կառավարեմ ղեկը ու հասկանանք արդյոք իմ մեջ կա վախ թե չէ, որովհետև այն ամենադեմից երբ որ այդ ավարիան ավտովթարը եղավ, ես ասում եի վախ չունեմ ու դրանից հետո քշել եմ նենց երևի մի 5-10 րոպե, բայց քանի գնում է իմ մոտ այդ ավելի ոնց որ սրանա ջոգում եք, ու այսօր ձեզ չեմ խափի ժողովուրդ, կասեմ որ իրոք ես ավտոմեքենայից վախ ունեմ ու ուզում եմ այսօրվա վիդեոյում իրար հետ հաղթարենք այդ վախը ու հասկանամ արդյոք դա հենց տենց է թե չէ, այսինքն կարող է ես զուտ sense մեր բառով ասեմ, որ շատ եմ արել որ ես վախում եմ ավտոներից։ Այսօր կհասկանանք ու այսօր ժողովուրդ համ ավտոաբզոր ալնելու, կստացի իմ ալիքում ավտոյի հետ կապված ես իմ երբ էր մեկ վիդեո չէ էլը, ավտոաբզոր ալնելու, այսօր էլեկտրական ավտո ենք քշելու ու ոբշեմ փորձելու ենք ելնենք քաղաքի մեջ քշենք, բայց դե ժողովուրդ գիտեք, ես որ վիդեո եմ նկարում ձև չկա, էլի պետք է իմ հետ մեկը լինի։ Ես մենակություն չեմ սիրում։ Ապել արի։ Քեզ կանչա։ Ասել եմ որ ես մենակություն չեմ սիրում, դրա համար այսօր եկել ես որ իմ կողը լինես։ Այդպես կարող է դու եկաս։ Անկեղծ ասեմ ժողովուրդ էլեկտրականը դե խաղալիք է, всё же դժվար վատ քշեմ, բայց դե։ Բայց դու երբ ես վատ քշե։ Երբ Դիջան գնալուց, արա։ Սխցես տարավարը։ Մի խոսքով ժողովուրդ, այսօր հետաքրքիր վիդեո ալնելու, այս արևը նենց հավար ես ազդում, արա գնամ մի քիչ ուրիշ տեղ արտադրել։ Ողջույն ժողովուրդ, այսօր ես մեր աղբոր հետ եմ, որ այդ վախերը հաղթարի, արա ինչ վախ, ինչ բան, ախպեր, նստում ես ռուլին քշում, այս չկա վախ, գուլատ, всё։ Գուլանում ես մաքսիմալ, նստում ես ղեկին չէ, սիձելնիկին ջոգիչ, ու ռուլով կառավարում ես։ Բոցը յանում այդ կողից լսել այդ բոցը։ Ախպերներ, նայեք, հիմա այս ավտոն ենք ոբշեմ հեսա վեկալելու, հիմա sense կայֆեր անենք էլի, ոբշեմ վախս հաղթարեմ։ Արա ավտոն 10 տարեկան երեխան է կարա քշի։ Հետո էլի ախպեր, մեզ եմ խելացի հետո։ Մեր էդոյս ավտոն է, մեր էդոյս եկեք ցույց տամ էլի, մեր էդոյին նա ժողովուրդ ջան։ Էդոյին խեմ ասում ժողովուրդ, որ իր կալնի վիդեոին, որովհետև իր ավտոնը ինքը լիքը բաներ գիտի, ես չգիտեմ, հորս այս հետոյից։ Արա բայց հետո էլի ճիշտ է, պրիզնատ է, գալ որ հեծանի բա։ Քելեք ախպեր, քելեք մեծ զադնի տանք բան։ Էս այնքան հեծանի բա, որ հորսավ կարաս աշկետ փակ եթա ժոգիր։ Ահանց։ Այս դուրը ես մոռացել եմ որ պետք է զղկսնես։ Որը կոմոց, որը սորը, որը ախպերներ, նստեցինք ղեկին։ Հեշտ բան է։ Նայում ես հալիներին, ըստ մեր տեսի չնայած ձևական բաներ չեն կարող, կարող գիտեք քննություն ենք վեկալում։ Գցում ես RS-ի շատ հեշտ է, ժողովուրդ։ Նա տիշներ տենար կարող է յուղա թողում։ Որ յուղ թողար կարող է ես պետք է լսնեի դիվա։ Այս ավտոն յուղով չի արա։ Նայում ենք հանգիստ, հեսա սիրուն կանգնած ենք։ Բայց լավ է էլի ախպեր, էսի բան չունի, չէ՞, խոսքի մի 8001 տանես յուղ փոխես բան։ Չէ, ախպեր, այդպես բաներ չունես ավտոն։ Կարաս 8001 օպերատորի փոխես։ Հիմա ժողովուրդ, չգիտեմ լավ եք տենում մեզ թե չէ, հիմա ավտո պարկինգ է, չէ՞ լինում։ Բան է, նայեք Word ծրագիրը որ կային, Word Photoshop բան։ Այս sense խոսքի պարկինգը դնում ես տե, նայ, խոսքի sense հավասար։ Ու всё, start է սխմում ախպեր։ Ահա։ Հիմա տենակ ինչ։ Օրո, ոտս տորմուզից հանեմ։ Հանի։ Որը վախում եմ ինգեր։ Հանի։ Արա ավտոմատ պարկինգ ալնում։ Դավայ դե, նայեք ինչ լավ զադնի եմ տարի։ Նայեք ինչ լավ է քշում։ Նայեք ինչ լավ եմ քշում։ Ապա կարող է դա խփի հորս արավ։ Վստահ ես։ Օրո խելացի է, ապա շատ մոտիկ չգաս ինքնա, կարող գցի տակը։ Կարաս այսպես ոբշեմ քնես դաժե քո համար։ Արա դեպս հետո է էլի գնում է նայնե կայնում է սա հանգիստ։ Ինքը տորմուզ է տալու։ Որը լավ է կայնով, բայց օրս արվ մեր մոտը որսս նայում եք ինչ ալական է կայնել է։ Պարկինգ է գցես։ Հա։ Ժողովուրդ ջան, մի խոսքով սկսում ենք մեր ընթացքը, մի հատ տենանք վաբշե վախ կա թե չէ, որտեվ էսի ես ոչ շիման չարեցի, էսի արդեն ավտոմատ սենց խաղալիքը քշվում էր էլի։ Որ կոմ է թանք, կարող է սենց ստեից ձախ է թանք։ Մեջտեղ բայ Հելեն ավտոյի վրա։ 100 սանտիմետրերով գրում է ջոգում ես։ Այս ավտոյի լավ է դա էլի ժողովուրդ ջան, որ սաղ գրում է կոնկրետ կողդ ինչ կա, ինչ չկա։ Այսի գիտեք ոնց որ ինչը դարածել լինի, հորս է ոնց որ հակե մի հատ վիդեոն է, որ F10-ը իրա քշում եմ, ոնց որ հորսով տենց զգամ, որ հələ առանց պրավա եմ, ասես չոտը լարվածություն կա էլի, որ անկեղծ ասած։ Բայց չգիտեմ խի այդ լարվածությունը մեջս մտա, բայց դա հակ ինչ ես մտածում, իրոք դա նորմալ է, որ ես վախ ունեմ։ Բա ինչ ախպեր արայի։ Ով էլ ամենը տալիս է այդ վախը կարա իր մեջ առաջանա ջոգում։ Նես տպավորությունը ախպեր։ Իմ մեջ էլ է եղել այդ։ Արա չգիտեմ, նես տպավորությունը ոնց որ մենակ իմ հետ այտենց բան էլ ջոգիր, ես մենակ վախեցած լինեմ, բայց այն ամենադեմից այտենց բան չի եղել ջոգիր, ես մտածել եմ ես վախ չունեմ առասարակ։ Դե դա մի անգամից չի լինում, ընթացքային է ջոգիր։
կարող է խոսքի, չգիտեմ, դեմի մի շաբաթը խոսքի դու հելնես ավտո քշես, այդ ամեն ինչը քո մոտ որ զգացվի ոչ բան, բայց այդ մի շաբաթ հետո խոսքի սկսի արդեն հետևանքները ցույց տալ, այսինքն այդ վախը ասենց մանր քո մոտ դու զգաս ճոգի։ Դե մա ես զգում եմ իմ մեջ այդ վախը, ժողովուրդ։ Արա դե ինչ վախ, արա ախպեր այդ կողը տա քշի, արա ռույլը կողի տակը գազ դու, դավայ։ Հելնենք ֆրանկ։ Հա, գազուի։ Արի։ Կարա, փասենց կարող ստրեշկա եմ այդում։ Վայ հորը սարև, հա ախպեր նոր 10 հատ ավտով ստրեշկա այդում էր, քշի։ Արա ինչ ես ջղայնանում, դու նես տպավորությունը ոնց որ։ Բա ինչ ընկել ես վնուշքի մեջ վախ, արա ինչ վախ քշի արա։ Դե լավ ապե։ Դու տղա ես հոգի դվարի գազը։ Արա նես տպավորությունը ոնց որ պրավա չունենամ, հայ ջան, օրսավ զգում եմ նոր եք արա։ Չէ, անկեղծ եմ ասում, ժողովուրդ, ահա որ բան եմ, սենց հետ եմ վարժվել, չգիտեմ ախպեր։ Արա բայց ես 4 սերիա BMW եմ ուզում, հայ ջան, ես չեմ կարող այդ 4 սերիա BMW-ն պահեմ, գիտեք, չէ։ Նայի, դու պետքա լինես ինքնավստահ։ Դու պետքա լինես Արա չվախենաս էլի արա ախպեր այդ կողը տարային վախտել որ ստելնեի։ Արա կողը կլնեի վստահ քշեի, հավայի տենց բաները չեր լինի, բայց դե հիմա ինչ եղելա անցը գնացելա։ Ախպեր նայ, ես քաղաքի մեջ էլի քշում եմ, ջոգում ես, նայ ես եմ որ ժողովուրդ չգիտեմ, մարդկա եմ որ նստում է կարող է այդ ավարիայից հետո սկսի դղրդալ ջոգի, միտքը դաժե դողա իր ձեռները քշի։ Էլի քշում եմ, էլի արշ կա, պրոստը իմ մոտ գիտեք ոնց է, որ Որսալիվ ես դաժե պասաժիր որպես նստում եմ, ես ահա որ վախ եմ զգում, որ կողս ասենք սկսում են գազավատներ անել, բան, որտեղ գիտեմ այդ ինչա ջոգում ես, հասկանում եմ մարդու հետ ինչ անում ավարիայի ժամանակ։ Դրա համար բրատս ես քեզ հիմա խորհուրդ եմ տալի։ Դու չունենաս ինչև մի 2 տարվա ստաժ, կյանքում չփորձես գազավատ անել, չգիտեմ, այտենց շաշկի անել կամ չգիտեմ նմանատիպ բաներ։ Ես որ 1000 տարվա շոֆեր եմ, ես ախպեր, այտենց բաներ շատ 1000-ից մեկ կարողա, չգիտեմ, պահի տակ անեմ, բայց դա էլ ես ոչ մեկի ոչ խորհուրդ եմ տալի, ոչ էլ ամեն ինչը նորմալ է, պետք չի ախպեր։ Փորձանքից հեռու, փորձանքը մի անգամ առնում։ Կարողա, չգիտեմ, պահի տակ այտենց մտածես ախպեր, դու ես խոսքի կարաս ամեն ինչ անես կամ չգիտեմ, խոսքի այնքան վստահ ես ավտոյից վրա, որ կարող այդ արանքով խոսքի անցնես, բայց Սյոժը բանը ախպեր։ Սյոժը ինքը այն որ չես կարա մաքսիմալ վստահ լինես, որտեվ ինքը բան ախպեր, ոնց ասեմ, ինքը ավտո է, ջոգիր կարա այդ պահին խոսքի ինչ որ մի բան հատկազ արածել, ու դու ընդհանրապես այդ ամեն ինչի մասին տեղյակ չլինես, բրատս։ Լավ, մարդ դու, այն որ դու որ մարդ ես, դու պայտակ կարող ես քո վրա դաժե այդքան վստահ չլինես, ոնց կարող ես խոսքի ավտոյի վրա վստահ լինես։ Okay, ես քեզ դա հասկացա, ժողովուրդ, հիմա վախի առումով Էլի եմ ասում, տենում եք, կարում եմ քշեմ, այդ ավտովթարից հետո իրոք վախ որպես պասաժիր շատ կա իմ մեջ, ինձ մա ավելի շատ դաժե որպես պասաժիր չեմ որպես վարորդ, ջոգում ես, որտեղ վարորդ դու գիտես всё ինչքան ես գազ տալի, բայց կողինիդ վրա վստահ չես ելնում, ախպեր։ Իմ մոտ ավելի շատ այդ վախն է, ասենց ասած ի հայտ եկե։ Այ իմ ասածը ոնց որ սենց գալիս է։ Այլի ոնց որ հիշում ես, լավ է, ես շատ ուրախ եմ, որ ես բանը ասում դե հիշում ես։ Գիտեք ինչ եմ հիմա ուզում ասեմ, ժողովուրդ ջան, որ այս թեման եկեք թարգենք այս վախի բանի ու արդեն փորձեմ ես դեպի առաջ նայեմ։ Հեսա գնանք այդ ֆրանկ բան, քշելու ընթացքում ես ուզում եի դուք տենայեք, ոնց եմ քշում բան առասարակ, որովհետև այդ հիմա ձեզ էլ կա հետաքրքրել էլի, ես վախ ունեմ թե չունեմ կամ вообще ոնց ինձ դրսևորեմ։ Ոնց կդրսևորեմ ինձ քշելու ընթացքում։ Մի խոսքով, բայց հեսա գնում ենք միտեղ կանգնենք ու ավտոն հենց обзор անենք, որտեղ լիքը բան կա այս ավտոյի հետ կապված, կստացի գին ինչքան է այս ավտոյի։ 22-23,000 $։ Հայր ես միտքս փոխել եմ, ես դիշտո 4 սերիա եմ ուզում, սկուտերը կավա ինգնի աչո կավքին կա, զվյոզդգա։ Կոնդիցիոներները ոնց են ասում։ 3 մատով։ Այդը։ Դա 3 մատ։ Էդ իսեն սառնա փշելու հիմա։ Ինչքան դնես։ Աչու ձախնել ուժեղնու թուլնա։ Արա հոված ենք ախպեր, բա ջան։ Արա առաջս ավտոյի ֆիրմին բուդ էի ասում։ Կարիժ նստել ավտոյի ինչ պիտի ավտոյի անունը։ Արա ավտոյի անունը չգիտեմ, որտեղ չինական չգիտեմ, խադունոկ է։ Խադունոկ չի անունը։ Չէ՞ լուրջ անունը ինչ ակեն։ BID ասում եմ։ BID-ա։ Հա։ Ոչեմ քշում ենք BID, ժողովուրդ ջան, 2023 թվի 26 26 թվի, հա։ Արա լավ չէ 3000-ը քշած ես ավտոն, հա։ Դե կարում։ Նոր են սալոնից ամեն։ Ժոր դեմից եկողներին պետք է մի զիջես։ Ոստիկանը գալի են։ Ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է։ Ախպերներ կարողա տեղտակ, պարոն ոստիկան։ Չէ, հա։ Ցունը դա բան։ Հենա ֆարանում քշի։ Երսի։ Ես դե մի հատ սիրուն բոկ եմ գտայի, բայց քանի որ Ժորժ ջան, սա BMW չի, մենք բոկը չենք տալիս։ Օհո, ես մի հատ նկարվել եմ, կստացի հասել եմ, Ժորժ, բայց այս ավտոյով չէ։
Ժողովուրդ ջան, եկեք առիթից օգտվեմ ու քանի որ պրոբկի մեջ ենք, ձեզ ասեմ մի հատ թույն խաղի մասին, ախպեր, որը ես անձամբ խաղում եմ։ Ուրեմն խոսքը դնում է Radmir-ի նույն ինքը Hustle Online-ի մասին։ Ինքը հեռախոսով կոմպով բոմբ խաղ ախպեր, այսինքն կարաս նստես ավտոտ ու գույլա տանես, ու ինչ ավտո ուզես, լուպոյ ավտո կա, հայկական, ռուսական, չգիտեմ, ամերիկական, այն որ ձեր երազանքների սկիները, չգիտեմ, ախպեր, գործերի, ինչ մտածում եք, որ դուք կարաք, ինչ մտածում եք, որ դուք կուզեք անեք, ժողովուրդ, հավատացեք, ստե կարաք անեք։ Так что մի ալարեք հենց հիմա քաշեք Hustle Online-ը, նույն ինքը Radmir-ը, ձեր համակարգիչների մեջ ու հեռախոսների մեջ, միացեք 7-րդ սերվեր ու անպայման գրեք ZAP պրոմոկոդը, ժողովուրդ ջան, որ ստանաք լիքը բոնուսներ։ Այդ պրոմոկոդը գրում ես ու դու դառնում ես դեմք, ճոգիր, կարաս այսինքն ավտոներ վեկալես ու կայֆավա տնես քաղաքում մեկ։ Էսա, այս խաղի մասին է, մեկ իշ կայֆով խաղ։ Ստեյց էսա ժողովուրդ, մատ ռազվարոտ ենք անում կալցեվոյը, հելնում ենք էլի բան, ինչ էր անում, համալիր, ախպերներ, դա մեծ սաղ ցույց կտանք էս ավտոյի հետ կապված, համ ավտո աբզորը, համ էլ ոնց որ տենում եք էլի ժողովուրդ, էլ չդնեմ, չխոսամ այդ թեմայով, իսկ հիմա արդեն ինչ ասեցի հասկացանք, մի խոսքով գնանք ավտո աբզոր անենք, այսօր այս ավտոն պետք է աբզոր անենք։ Բերն ինչ եք անում, խեք ճամփատալի որ նենց կողից, այս ինչ ուզում անում են, արա, այս ինչ վիճակ է, այս հայկական երթևեկության վիճակը։ Մի սիգնալ տամ կասեն ախպեր, սիգնալ տվեց։ Բրատս քշի էլի ինգեր, արա։ Քշի էլի են դեմի ավտի վրա նա։ Հետո դեմի ավտոն է քշի։ Դեմի ավտոն էլ դեմի ավտի վրա է ելնելու։ Արա լավ, արա այս ինչ պրոբկա է քշին է, արա չեք քշում էլի ինգեր, ախպերս քշի էլի։ Նայեք, հլ տանք ինչքան է այդում։ Չգիտեմ, սպիդոմետրը տենում եք թե չէ, չնայած միջև վերջ չեմ սխմում։ Հա, չնայած դիքել հելնում ենք, լավ։ Աստե ոնց է չլի մի բուտկա կարող լինի։ Արա ինչ նավս ես, բայց դու հակ ջան անկեղծ։ Ես նավս չեմ, արա լավ չես, դու զաթո ես նավս չեմ։ Շատ նավս ես, ասում եմ բուտկա չլի քաշի դեմը տար։ Բուտկա ոնց է քաշելու, բուտկարա։ Արա դե շատ գիտեմ են վաղ ոնց է քաշի, ախպեր այդ եկա բուտկեն ելելա բերետ։ Բա այդ բուտկե ռուլինով ա եղել ախպեր։ Դու դեմ ապենատոր։ Բուտկեն ավտոպիլոտով այլ ասում։ Այնա հասանք համարյա թե համալի ժողովուրդ, այս ավտոն կանգնեցնում ենք, ձեզ լիքը բան ցույց տանք այս ավտոյի հետ կապված ու գրեք անպայման կոմենտներում ժողովուրդ, դուք օրինակ $23000 կտայիք այս ավտոյին, թե չէ։ Ես ասում եմ $23000-ով հորսերը BMW 4-եր է, արա հայջան գիտեք ձեր աղբերը ոնց բոկում կտա հրապարակը։ Ախպեր գիտես ոնց, այս ավտոն խոսքի $23000, խոսքի 10 քշես, բայց մի հատ էլ տունը արևային ունենաս։ Հա դե ձերի ավտոյի է այդ բանը։ Այսինքն խոսքի այս ավտոն ես կարամ վեկալեմ, խոսքի ձրի քշեմ։ Որտեղ ես ունեմ արևային ախպեր։ Ձրի կարաս վեկալես քշես ինգեր։ Նա դրա հակը ինչ չունի արա։ Հələ գովքդ մի կապ է ախպեր։ Հա, անի սխալ եմ ասում ախպեր։ Հա։ Որ բաղներ սխալ։ Ինչ։ Օրինակ Հեսա կասի։ Հա, իմարը թե չգիտեի որ էտա ասել, օրա լավ արա ով ես Արա դու։ չէ, բայց ֆակտ դու ինչա պատպիշիկ չունես ակ ջան։ Հա, չունեմ ախպեր, արդ չկա։ Ստացի պատպիշիկից խոս գնաց, եկեք մեծ սաղովի հասնենք 200,000 բաժնորդ։ Հիմա ոնց խոստացել էի, անում ենք այս ավտոյի աբզորը։ Ավտոն ժողովուրդ 2025 թվականի դեկտեմբերին է ներմուծվել Հայաստան, այսինքն 2026 թվականն է, 3000 կիլոմետր է կստացի քշած, դաժե ես ներկա եմ եղել ոնց ենք այդ պլյոնկեքը պոկե։ Так ինչ ասեմ, ախպեր ջան, ես կստացի նաև աբզոր անելու շատ հեռու եմ, բայց այսօր մենք մեր ձևով, մեր sense համո ֆոտով, հետաքրքիր ձևով կներկայացնենք։ Ուրեմն ինչ կարամ ձեզ ասեմ, ժողովուրդ, ինքը 100 էդո 120 դիաուժ է, թե 90։ 95 դիաուժ է, ժողովուրդ ջան, մեքենան 95 դիաուժ է, դա էլեկտրականի համար, պրետոմ ինքը սեդան չի, ինքը ջիպ է, կարամ ասեմ, որ Նեշի ջոգիր, տենց բեսամ 90 դիաուժը, 95 դիաուժը, բեսամ շատ է, խի, որովհետև եթե ինքը լներ սեդան, ինքը էլեկտրոնկա է, ինքը կլներ թեթև, որտեղ մոտոր բան չունի, ջոգիր 95-ը լիմիտ է կուտվեր սեդանի համար, բայց ինքը որպես ջիպ 95-ը քիչ է ըստ ինձ։ Եկեք հələ գնանք տենենք սալոնում ինչ կա, ժողովուրդ։ Ինքը բեսամ թարմ վիճակում է, դա ամենակարևորն է, ժողովուրդ։ Շատ լավ է, որ ինքը բեսամ թարմ վիճակում է, չնայած որ sense դաժե sense այնքանա որ կարաս ցույց տաս։ Սալոնը զգացվում է, էլի որ բեսամ ինքը թարմ վիճակում է, թազա ավտո է, պուպուշ ավտո է։ Դաժե մեծ sense բան ասեմ, ժողովուրդ, այս ավտոյի դռները այնքան ուժեղ ես փագում, որ ասենք կողի, չգի կողից մեկը տենակ, ասես ավտոն ջարդին, բան, բայց իրականում ինքը հələ որ թազա է, չի մաշվե ջոգիր, ընդ բաներ կար, դες պետք է մխես որ փագվի։ Հայ, հիմա չփագվավ։ Փագվավ։ Սպասի։ Հիմա չփագվավ, չէ՞ օրինակ, պետք է այսպես զղկեցնես որ փագվի։ Մի խոսքով այտենց մեծ թերություն կամ պլյուս բանը, չգիտեմ, ոչ եմ։ Այտենց բանա։ Так ինչ կարամ ասեմ ժողովուրդ ջան, ավտոյի հետ կապված ունի բեսամ շատ մեծ մոնիտոր, ախպեր, ըստ է հետաքրքիր բաներ կարաս դնես, օրինակ լսես։ Ըստ է ինչ կարամ ասեմ, ախպեր, ավարիոն կենք ստացի գտնում աստեղ։ Ստեղ ավտոն start stop-ն է ոնց որ էսի, ուրեմն էսի սպորտ ռեժիմն է, ես լիշտո չգիտեմ հիմա որ եկեք ոտոս դնեմ տորմուզին։ Նայեք, ստե կարաս ցույց տաս։ Տեսեք, ստե գրած է eco, նայեք eco,
նորմալ ու կասթե սպորտ, ինչ կարանք ստել ձեզ ասենք։ 3 մատով ժողովուրդ ջան, ստե կարող ես ընտրես կոնդիցիոների սենց ասած տաքությունը, ջերմությունը, էլի մի խոսքով կամ սառը փչի կամ տաք փչի։ Ինքը անկեղծ եմ ասում, շատ խեմուր խաղալիք վայբ է, հորս արև։ Ստե դաժե չգիտեմ նկատեցիք թե չէ ես ոնց է օրինակ խոդի տալիս ավտոն, նու խոդի տալը չէ, ճիշտ առաջ գնալ, հետ գնալ, բան, մի խոսքով, էսի սենց է պրոստը։ Հիմա վсё, задний ես տվե, սենց դես դնում, սեղմում ես բան, այս կնոպկին սեղմում ես պարկինգ անգնում ջոգիկ, ինչ որ դժվար բան չկա, ստե բնականաբար ֆարեն է, սենց դալնի ես տալի ջոգիր։ Նույն բանն է, պրոստը կարելի ասել սկորուստ փոխելու բանն է, էլի ավելի շատ տարբեր։ Ոնց բոլոր էլեկտրականները հիմնականում սենց բանով է, ստե բան չունես, էլի սկորուստ փոխելու բան հարմարանք։ Էդ էլ է տեն ժողովուրդ ջան, հիմա եկեք հələ հասկանանք, բագաժնիկը կարելի է նայել։ Բայց բանը։ Ինչա։ Յասամաններ ենք, նավիգեր մեջը սա։ Բացում ես սենց, ինքը ավտոմատ չի բացվում, բացվում է։ Արա լավն է, արա։ Էսի բայց եկալ մեծ է, ստե կարաս սոշով քնես, դաժե։ Նոյ, դաժե ստե տակտե տեղ, կայսի 2 հարգանի է։ Բանը։ Սովորական շտեպցելից էլ ես կարող միացնես։ Այս ավտոյի բանն է։ Կստացի մի հատ ինձ ախորպես կասես այդ բանը, չեմ տեսա այսքան ժամանակ ոնց են զարդկա դնում։ Հետաքրքիր այլի փոր չեմ ասում դե զարդկի դնենք, որտեվ դժվար է լինելու։ Սա շտեպցել դժվար է ճարենք, ժողովուրդ ջան։ Շտեպցել մեզ ուր դուս ճարենք։ Ահա։ Սեղմում ես բացվավ։ Բայն փոքրն ու բանը ինչ կապ ունի հասկան։ Հա, ջոգիկ, էսի դանդաղն է, այն մեծը արագ է, որ ավելի շուտ զարդկա տա։ Ահա։ Բայց ինչ շտի կա։ Սեղմես որ զարդկա լինի, թե ոնց։ Հա, որ մտնի, հասկացա։ Հա, թույն բան է, ժողովուրդ, էլեկտրականների մասին լիքը բաներ եմ սորում։ Հա, այնա գրած է բան, էլի, բուդ։ Նայեք, ստե։ Պաստորեն ճիշտ ենք ասել։ Իսկ բագաժնիկը ախպեր, ինքը ավտոմատ փակելու բան ունի, ասես սեղմես, հադուպտի զղջնես։ Հա, սուսերը, մարդիկ 24000 փող տա։ Չսեղմի սենց ավտոմատ փակվի։ Սովորական էլեկտրական ավտո, որը նաև նախատեսված է կարամ ֆակտ ասեմ, էսի ընտանեկան է։ Նես չի, կարաս դու սան վեկալես, էսի գնաս ջահելություն անես օրինակ սրանով։ Ինքը ընտանեկան շատ թույն ավտո է։ Նստապահությունը ոնց որ մարդու ավտոն ծախում եմ, կստացի, չեմ ծախում, ախպեր, չի վաճառվում։ Ընտանեկան զուտ ասում եմ, որ իմանաք, եթե ուզում եք ընտանեկան ավտո, անվտանգ ամենակարևորը, որ ձեր տեղը ամեն ինչ կանի, այս ավտոն իսում է ընտանեկան ավտո, սենց ասես լավ կծառայի։ Մանավանդ ասել հակին, եթե տունը ամառային բան ունեք, արևային, եթե այդ վահանակներից ունեք, ձեր համար ձրի ավտո կդառնա։ Մեկ է ժողովուրդ ջան, մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ձեզ առաջարկեմ, նայեք, ուրեմն կա մի հատ մեքենա, որ էլի էլեկտրական է, ինքը շատ հետաքրքիր մեքենա է, ու չեմ տեսել, որ դա обзорն, այսինքն կարող է լինի, բայց ես չեմ տեսել։ Այտենց մի հատ վիդեո եմ ուզում ձեր համար նկարեմ, հələ գրեք արժի տենց բան անել թե չէ, այսինքն ավտո հետ կապված։ Որ այդ ավտոն ժողովուրդ անկեղծ եմ ասում, լիքը բան կա ներկայացնելու այդ ավտոյի հետ կապված, որովհետև այդ ավտոն շեդևր ավտո է, էլեկտրական ավտո է մի խոսքով։ Բայց կոմենտներում գրեք, եթե ֆորմատը ձեզ դուր կգա ավտոյի հետ կապված, ինչ-որ բան ցույց տալ, բան պատմել կամ ինչ-որ իմ քշելը եւ այլն, այդ կոմենտներում հետո գրեք ու ավտո մեքենա առաջարկեք, ինչ կուզենաք տենաք։ Okay։ Իրականում ուզում եի արագությունը ձեզ ցույց տալ, բայց դե դեմից ավտո էր գնում, հարամը լինի sense բանը, հա։ Այս վիդեոն ժողովուրդ ինձ թվում է պետք է նկարեի, խի որովհետեւ նմանատիպ իրավիճակում կարող է լիքը մարդիկ ընկած լինեն ու իրանք այտենց վախեցած լինեին, բան մտածեին, օրը չէ դե всё уже ավտոնի մչի, բան իրանց մեղավոր համարեին ու էդի տևար երկար ժամանակ։ Այս վիդեոն նայեք ու ջոգեք, որ ախպերներ վախենալու բան չկա, ինչ էլ դաժե կա, էդի ընթացքում լուծվող բաները, էդի ժամանակի ընթացքում, այդ ոնց ասում են բաց վերքերը փակվում է։ Հիմա չեմ ուզում դնեմ ավտովթարից շատ բաներ խոսեմ, որտեվ այդ արդեն անկեղծ ասած ծեծված թեմա է։ Զուտ ավտովթարախի ենք այս վիդեոում հիշացնում, որովհետև ժողովուրդ ջան, դա սենց ասած եղել է ու դրա հետևանքն է այս վիդեոն, որ այս վիդեոն տենում եք, հենց դրա պատճառով է որ նկարում եմ։ Ինչ ասեմ, ախպերներ լավ եղեք, ամենակարևորը անփորձանք եղեք, զգուշ եղեք ձեր ճանապարհին։ Ես էլ շարունակեմ ձեր համար հետաքրքիր ավտո հետ կապված վիդեոներ նկարել ու շատ շուտով դուք կտնեք իմ մեքենան ու կտնեք ես ինչ եմ անում դրանով։ Դե ինչ ժողովուրդ ջան, մերսի շատ որ դիտեցիք այս վիդեոն, կհանդիպենք շատ շուտով, պականեր։